Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, кетч, кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մենք այսօր այցելել ենք իմ ամենասիրելի գոլեգաներից մեկին Կարեն Մոլիտվինին, որպեսզի բացահայտենք նրան խոհանոցում եւ խոհանոցից դուրս։ Տեսնենք թե ինչ է սպասվում մեզ այսօր։ Բարի լույս Կարեն։ Բարի լույս ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Թույն, ես ասում երբ էի գալու մեր տուն։ Խնդրեմ։ Վերջապես եկան։ Վերջապես։ Ինչպես է տրամադրությունը, ընդհանրապես կարծում եմ դուք սովորեք, որ դուք պետք է բոլորին ասեք բարի լույս, այսօր առաջինը մենք ձեզ ասացինք բարի լույս։ Վերջապես հայտնվեց այն մեկը, ով վերցրեց այդ կարևոր, հաճելի, բարդ պարտականությունը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք, օրը ինչպես է սկսվել, ոչ աշխատանքային, կարծում եմ, որովհետև դժվար թե այս ժամին հասցնեիք լինել տանը, չնայած ժամացույցը այլ ժամ է ցույց տալիս։ Դա այլ պատմություն ունի ժամացույցը եւ սխալ ցույց տալը։ Սկսվել է ինչպես միշտ առավոտյան 6:30 մոտավորապես, որովհետև մենք ունենք նարեկ, մենք ունենք աղջիկներ, ովքեր որ անկախ ամենից շուտ են արթնանում ու դա այո, այդ ժամն է արթնանալու, ավել չենք կարող քնել, մեզ չեն թողում նրանք եւ ես պետք է գնամ աշխատանքի։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ Նարեկը Կարենի որդին է։ Ովքեր հետևում են ձեզ, կարծում եմ գիտեն, թե ինչեր է լինում երբեմն ձեր տանը, հետևելով ձեր սթորիներին իհարկե։ Կարեն, ինչով եք այս պահին զբաղվում, ինչ եք անում, որովհետև մի պահ դուք շատ ակտիվ էիք, բոլոր երիտասարդական հաղորդումները վարում էիք դուք, հետո մի պահ եղավ դադար, հիմա կարծես թե կրկին վերադարձել եք եթեր, ինչի համար ես շատ ուրախ եմ, անկեղծ ասած, բայց կխնդրեմ, որ դուք մանրամասները ներկայացնեք։ Եթե երիտասարդական նկատի ունեք դա 21-ի գործունեությունը, դա 21-ը դա մինչև 2016 թվականն է, որ ես աշխատում էի, հետո ինչ-ինչ պատճառներով մենք տեղափոխվեցինք, ես եւ իմ շատ ընկերներ, գործընկերներ, մենք տեղափոխվեցինք ATV, Arnews, Armenia հեռուստաընկերությունները։ Այնտեղ նաև ես անցա լրատվականի մեկնաբանի աշխատանքին, որովհետև մեծ ցանկություն կար այդ փորձը ունենալու, հետաքրքիր էր ինչով է տարբերվում, դժվարությունը, պլյուսները, մինուսները, մի խոսքով ուզում էի այդ հնարավորություն ունենալ ու այդ հնարավորությունը ինձ հրաչակեշիշան տվեց, որպեսզի անցնեմ այդ ճանապարհը ու հասկանամ ինչ է լրատվականը ընդհանրապես։ Մի քանի տարի աշխատելուց հետո հասկացա, որ դա իմը չէ, որովհետև ինչ որ sense ռամկեքի մեջ ես դու հայտնվում ու ավել բան չես կարող քեզ թույլ տալ, ոչ կարող ես ծիծաղել, ոչ կարող ես շատ ազատ լինել, որովհետև դա լրատվություն է ի վերջո ու ընդունված է որ մեր մոտ, որ ամեն ինչ պետք է կարգով վերաբերմունք չպետք է ունենալ։ Նույնիսկ մորուքիս հետ կապված խնդիր կար, որովհետև որոշում էր կայացել, որ պետք է սափրվեմ, բայց ես պնդեցի, որ ոչ, ինձ sense կարելի ասել ֆիշկա լավ, օքեյ, որովհետև մորուքը հիմն եկեք չանենք դա, նույնիսկ տարբեր վերսիաներ էինք փորձում, Pablo Escobar, մի խոսքով, բայց ի վերջո մնացինք այս տարբերակին, որ պետք է այսպես մնա։ Ու ես հայտնվեցի այն տաղավարում ու եղա այն մեկնաբաններից մեկը, ով այդ ժամանակ
եթե չեմ սխալվում, թող գլուխ գովալ չի լինի, բայց առաջին մեկնաբաններից էի, ով Մորուքով էր եթերում։ Հետո հայտնեցին իհարկե շատ գործընկերներ, ովքեր որ նույնպես։ Ու լրատվականում աշխատելուց հետո ի վերջո կրկին ստացա առաջարկ առավոտյան ծրագրում աշխատելու։ Ու այդպես շարունակվեց մինչ օրս։ Կարեն, մասնագիտության ընտրությունը ինչպես է տեղի ունեցել։ Պատմեք մի փոքր։ Բանակից, այսինքն մինչև բանակ, ուսանողական, դպրոցական տարիներին կավեն էինք խաղում։ Ես սովորում էի Եվրասիա միջազգային համալսարանի քոլեջում ու այդ ժամանակ 2004-5-6 թվականներն էր։ Մասնագիտությունը ինչ էր։ Ես փոխեցի տնտեսագետ, փոխեցի իրավաբան, փոխեցի օտար լեզուների մասնագետ, ոչ մեկը իմը չէր։ Ու ես այսպես մի կերպ սովորում էի ու ինձ բոլոր դասատուները սիրում էին, տնօրենները շատ սիրում էին ու այսպես ասած ինչ որտեղ ընթառաջում էին, հա, ես այտենց մնացի ու մենք սկսեցինք կավենով զբաղվել։ Կավենով խացինք, ես թիմում առաջատար չէի, բայց առաջատարներից էի։ Հետո բանակում շարունակեցի այդ ամեն ինչը, հավաքեցի մեծ թիմ, պարողներ, երգողներ, երաժիշտներ, կավենի մեծ թիմ, մենք կորպուսում, մի րոպե կորպուսում մենք հաղթող ճանաչվեցինք, հետո արդեն կորպուսների հաղթողների հետ սկսեցինք խաղալ, այսինքն բոլոր զորամասերի հաղթողների հետ, մարզերի հաղթողների հետ սկսեցինք խաղալ ու մենք Հայաստանում երկրորդ տեղը զբաղեցրեցինք, առաջին տեղը նոյեմբերանի գույնն էր այն ժամանակ, հետո վերադարձա ու հունիսի 30-ին զորացրվեցի ու մտածում էի, լավ, ինչ եմ անելու։ Ուզում էի ընդունվել թատերական, բայց քանի որ թատերական ընդունվելու համար ժամանակը շատ քիչ էր, որովհետև պետք էր պատրաստվել, պետք էր կարդալ, պետք էր տեղեկացված լինել, Արթուրը Սահակյան ռեժիսոր, պապայի շատ մոտիկ ընկերն է ու այսպես հանդիպեցինք ու ինքը խորհրդի կարգով ասաց նախ չես հասցնի ու թատրոնը դա տենց ուղակի ժամանց չի, թատրոնով պետք է ապրել, թատրոնով ուտել, խմել, քնել միմիայն թատրոնի մասին մտածել արի գնա Երգի պետական թատրոն, այնտեղ կա հաղորդավարության բաժին, միգուցե այնտեղ ինչ-որ բաներ կամար պարզ լինի, իսկ մյուս տարվա համար արդեն կպատրաստվես թատերական ընդունվելուն։ Ես ընդունվեցի Երգի պետական թատրոն ու հասկացա, որ չեմ ուզում գնալ թատերական ինստիտուտ։ Հա, որովհետև սովորելու տարիների կեսից, տարի ու կես է արդեն Երգի պետականում սովորում էի, տարբեր հեռուստաալիքներից, տարբեր կայքերից, ռադիո գալիս էին ու նոր դեմքեր էին ման գալիս, տանում էին պրակտիկայի հասկանալու, լավն են թե ոչ ու այդպես Դարքսամեկ հեռուստաընկերությունից եկավ Գոռ Հարությունյան այդ ժամանակվա պրոդյուսեր ու մեծ թիմով գնացինք ուսանողներով, այսինքն մի 20-25 հոգով գնացինք, որոնցից մնացինք մի քանիսը, մի տարի պրակտիկա անցնելուց հետո մտա առաջին եթեր 2011-10 թվական։ Մեր ժամանակը այս հատվածի համար կամաց ավարտվում է, կխնդրեմ բացատրեք ինչու չի աշխատում ժամացույցը, եթե կա կոնկրետ պատմություն, եթե գաղտնիք է, կարող եք չբացահայտել։ Գաղտնիք չի, ես կուզենայի այդ գաղտնիքը, եթե գաղտնիքը կուզեի ինչ-որ մեկը բացահայտել։ Այս եւ այլ ժամացույցները ձեր թևի ժամացույցը նույնպես չի աշխատում, աշխատում է, բայց սխալ։ Ահա։ Եվ քանի որ ես ժամացույցների մեծ սիրահար եմ, անկախ ամենից ես պետք է գրեմ ժամացույց, աշխատի թե չի, նույնիսկ եթե իմ սիրելի ժամացույցն է։ Այս եւ մեր տան մյուս ժամացույցը ու ամենահետաքրքիրը, որ մենք ուրիշ սենյակներում էլ ունենք ժամացույցներ, բայց միայն այս հատվածում է, որ այս ժամացույցները չեն աշխատում կամ շատ վատ են աշխատում, հետ են ընկնում, առաջ են ընկնում ու մենք փոխել ենք եւ մեխանիզմներ, մենք փոխել ենք եւ բարձր որակի էլեմենտներ եւ այլն, բայց մեկը իրանք շատ վատ են աշխատում, մենք համակերպվեցինք իրենց հետ, ել չենք տանջում իրենց որպես աքսեսուար, մնաց բարձր հետաքրքիր էր իհարկե, բայց անդրադառնանք այս պահին։ Այս ամենը կվայելենք իհարկե, բայց կարծում եմ միայն սա չի լինելու, չէ՞, ինչ որ բան պատրաստելու եք մեզ համար։ Իսկ ինչ։ Այսօր ծովամթերք է լինելու 99%, այսպես ասեմ, 100%, ինչ 99։ Լինելու է սաղմոնի ձուկ, լինելու է գրիվետկաներ աղցանով, տենց տարբեր սոուսներով, հետաքրքիր, մի խոսքով մնացածը կինս գիտի, ես տենց եմ որ մաքսիմալ բարի տենց գնումներ ունենք կատարելու։ Գնանք։ Առաջարկում եմ դադարեցնենք նկարահանումը, գնանք գնումներ կատարելու։ Գնացինք։ Շատ բարի։ Ինչ անենք, գնանք մարտկոց առնելու, հա, վերենք փորձենք հասկանանք ստացումը թե չէ։ Կարանք փորձենք, եթե ուզում եք։ Հա, միանշանակ ուզում ենք, որովհետև մենք բարբերաբար տարբեր տեղերում մարտկոցներ փոխել ենք ու աշխատել են ու բողոքներ չկան։ Լավ։ Արի հասկանանք, կարող է։ Ես առաջարկում եմ ոչ թե այս ժամացույցի հետ նման փորձարկում անենք մյուսի հետ, որովհետև նախ այնտեղ երկու ժամացույց է, այսինքն մենք կարող ենք երկուսինն էլ փոխենք, ու տնենք ինչ արդյունք կլինի,
Այս մեկը, որովհետև այս Դժվար է ընթացքում, քանդել։ որովհետև սլակների հետ կապված է մի քիչ արդեն խնդիր կա։ քանդված է արդեն։ Ու արդեն համարյա տես մի քիչ էս անամ, կարող են գնալ։ Դե գնանք մարդկոց գտնելու։ Գնացինք։ Ասանք բակի հատված, կարելի է հնչեցնել այն վայրը, որտեղ գտնվում ենք, թե դա գաղտնիք է։ Չէ, սա Ջրվեժի Միացյալ Նահանգներն է։ ՋՄՆ-ն է, այո, դες կտրված իրականությունից, բայց այստեղ շատ հանգիստ է, շատ։ Իրականում շատ հանգիստ, շատ հոտ, չնայած մենք պլանավորում ենք տեղափոխվել այս բակից դեպի ավելի ներքև նոր-նորքի զանգված Ավան այդ հատվածներն ենք իջնելու, ինչու, որովհետև նաև երեխաների դպրոց, սպառապունքներ, գրեթե 99% իմ աշխատանքը ամեն ինչ կենտրոնում է ու մի փոքր հեռու է, անկախ նրանից որ մեքենա ունենք, ի վերջո դա ժամանակի կորուստ է ու մտածում ենք ի վերջո տեղափոխվել, հա։ Այստեղ է անցել ձեր մանկությունը, այս թաղամասերում է անցել։ Այս թաղամասերում մի քանի շենք են կողմ, այս բնակարանը ես եմ գնել, մի քանի շենք այն կողմ, իմ մանկությունն է անցել այնտեղ, իմ պապայիս բնակարանն է, հիմնական այնտեղ ենք եղել, հա։ Եվ ինչպիսին էր վերաբերմունքը բակի տղաների, երբ դրանք ձեզ առաջին անգամ տեսան հեռուստացույցով։ Դե իմ կարծիքով այդ արձագանքը կա բոլոր բակի տղաների մոտ, կապ չունի դերասան քիչ երգչուհի, այն որ TV-ում ում է ճանաչում, Ում համարը կտաս։ ճիշտ է որ, կա տես բան։ Շատ ծանոթ բաներ եք ասում իրականում։ Մեքենա վարում եք։ Այո։ Արդեն շարժիչը գործի է գծված։ Եվ վերջին շրջանում ցավոք սրտի բավականին շատացել էին այս մեքենաների հատկապես լոգոների գողությունը։ Դուք բախվեցիք այդ ամենին, թե ոչ։ Չէ, փառքաստուն չեմ բախվել, որովհետև ունեմ ավտոտնակ։ Ավտոտնակում է կանգնում մեքենան, որովհետև այն ծախսը, որը կարող է ինձ սպասել այդ գողություններից հետո, չարժե ու ավելի լավ է վարձակալել ավտոտնակ, ամսական վճարել այդ գումարը, ու մեքենան հանգիստ կանի ավտոտնակում ու մի քիչ է քայլենք, ոչինչ։ Շատ լավ, գնանք։ Գնացինք։ Կարեն, ասացիք, որ առավոտները շատ հաճախ վաղ արթնանում եք եւ սկսում եք զբաղվել առօրյա գործերով։ Ինչպես է ձեզ հաջողվում մշտապես թարմ տեսքով հայտնվել բոլորիս հեռուստաէկրաններին։ Ոյ, երևի Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև դուք նաև աշխատում եք մի շարք այլ օբյեկտներում, որտեղ աշխատանքը վերջանում է ուշ ժամի։ Ուշ ժամի վերադառնալ տուն, նորմալ քնել, արթնանալ առավոտյան շատ վաղ, դա ոչ բոլորին է հասու, ինչպես օրինակ ձեր խոնարհ ծառային։ Իրականում ճիշտ եք, շատ դժվար է, ու ինձ շատ են հարցնում նայում ոնց ես անում, որ քո տարիքից ավելի երիտասարդ ես երևում։ Իսկ որքան է ձեր տարիքը գաղտնիք չէ, եթե։ Ես 36 եմ, բայց երևում եք 35։ Այո, ծյուծելքը, շատ ճիշտ ասեցիք, 35։ Չէ, չգիտեմ, որ ասեմ շատ իդեալական սնվում եմ, գնացի փաթեթ վերցրեցի ջիմի, որ պարտավոր եմ գնամ, որովհետև ի վերջո գումար եմ տվել, պետք է նորմալ գնալ մարզվել, էդ էլ չարեցի։ Ու այդպես, որ ասեմ ամեն օր տես նարինջի հյութ եմ արթնանում, խմում եմ գազար կամ չգիտեմ, չկա տենց բան։ Ցավոք սրտի արագ սննդի fast food-ի սիրահարել եմ նաև բոլորս։ Հա, դրսում էլ եմ շատ հաճախ սնվում եմ, որքան էլ սիրում եմ տան պատրաստածը, բայց որպես այդպես ինձ ինչ որ մարդիկ են երևի, իմ կարծիքով մարդիկ ամենամեծ ազդեցություն ունեն քո վրա, քո տեսքի, քո տրամադրության, քո ինչպիսին լինելուն։ Իմ կարծիքով այդպես ու ամենառաջին մարդկանցից մեկը հենց իմ կինն է, ով ամեն ինչում ինձ հավատում է, վստահում է, ինձ էներգիա է տալիս, որովհետև շատ հարցերում ես միշտ նահանջել եմ կամ ետքայել եմ ուզեցել անել ու շատ դժվար պահեր են եղել իմ կյանքում, բայց նա ինձ հավատացել է, ասել է, որ դու կարող ես։ Ու այսօր ես ինչին հասել եմ, ինչ կարողացել եմ անել, շատ մեծ մասը ես պարտական եմ իրեն։ Իհարկե չհաշված իմ շատ սիրելի ծնողներիս։ Բրավո ձեր կնոջը իհարկե։ Եվ հաղորդման այս հատվածում մենք մշտապես մեր հյուրերին տալիս ենք այս հարցը, դուք բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Փոխելու անկախ ամենից, որքան էլ ինչ որ աշխատանքներ տարվում են թե չէ, բայց ես չեմ խոսի ճանապարհներից,
չեմ խոսի լավ քաղաքային տրանսպորտից, որպեսզի յուրաքանչյուրիս կյանքում մի բան փոխվի կամ լավ լինի, ես կուզեի, որ մենք հայերս, Հայաստանը, հայ ժողովուրդը ռիլ թերթելու փոխարեն TikTok-ում 24 ժամ անցկացնելու փոխարեն ու սրճարաններում 24 ժամ ժամանակ անցկացնելու փոխարեն գոնե օրվա մեջ մեկ անգամ բացեն կտակարանը, Աստվածաշունչը, գոնե օրվա մեջ մեկ անգամ սովորեցնեն իրենց երեխաներին հայրմերը, իրենց հետ ասեն հայրմերը, բայց ոչ թե ուղղակի ասեն, այլ հասկանալով, մոտ լինեն Աստծուն, մոտ լինեն եկեղեցուն, որովհետև ցավոք սրտի այսօր այնինչ տեղի ունենում, ինչ կատարվում է առհասարակ, իմ կարծիքով դա նրանից է, որ մենք շատերս ցավոք սրտի հեռացել ենք Աստծուց, հեռացել ենք եկեղեցուց։ Դուք հասցնում եք ձեր 3 երեխաների հետ գոնե օրվա մեջ մեկ անգամ թերթել Աստվածաշունչը, նրանց բացատրել, թե որտողը ինչ նշանակություն ունի ըստ ձեր մեկնաբանության։ Ես չէ, մեր մոտ այսպիսի մի հաճելի իմ կարծիքով պարտավորություն ու պարտականություն կա երեկոյան պարտադիր Ավանդույթ կարելի ասել։ Երեկոյան քնելուց առաջ երեխաները լսում են օրինակ Տեր Շավարշի քարոզը, Տեր Ռուբենի ու դա իր ազդեցությունը ունենում է, անկեղծ եմ ասում, դա նրա համար չեմ ասում, որ իմ երեխեքն են դրա համար, չէ, իր ազդեցությունն ունենում է ու մենք ամեն շաբաթ կամ կիրակի, շաբաթ ինչ եմ ասում, որովհետև Ձոր աղբյուրում կա մի եկեղեցի, պատարագ այնտեղ տալիս են շաբաթ օրը։ Ես գնում եմ շաբաթ օրը այդ եկեղեցին պատարագ, իսկ իմ երեխաները իրենց տատիկի հետ հիմնականում Ջրվեժի եկեղեցին կամ Քանաքեռի եկեղեցին։ Շնորհակալություն ծավալուն պատասխանի համար, այսինքն մարդկանց մոտ ավելացնել մի փոքր հավատքը, եթե փորձենք մեկ նախադասությամբ ամփոփել։ Մենք արդեն հասանք խանութին, հաջորդ հանդիպումը կլինի խանութի դիմաց։ Մենք խանութի դիմաց ենք։ Աղմուկը մեզ ուղեկցում է, իսկ դուք դատարկած ձեռն։ Ուր է ցուցակը։ Հերոսի մեջ կինս ուղարկել է արդեն։ Ով է ձեր տան առօրեական գնումները կատարում, դուք թե ձեր կինը։ Հիմնականում ես, որովհետև աշխատանքից գալուց, չգիտեմ, շատ արագ խնդրում եմ մտի ես ինչ բաներ վերցրու, երբեք չեն զանգի հարցնել, վայ կյանքս ոնց ես, ինչ կասում են, մի հատ մտի խանութ։ Ու ցուցակ է գալիս։ Հերթական ցուցակը իմը մեր մոտ է։ Կնշեք այն ամենը, ինչը պետք է գնենք։ Բանջարեղեն ենք գնալու, որովհետև գրեթե մեծամասնությունը ինչ մեզ պետք է այսօրվա համար մենք գնել ենք։ Այս պահին մենք կգնենք բրոկոլի, գունավոր պղպեղ, գազար, ցուկինի, Դե մտնենք ներս ու ավոկադո։ Գնացինք ցուկինի։ Ինձ ամենաշատը հետաքրքրում է դուք ինչպես եք ընտրելու լավ ցուկինի։ Դե իմ կարծիքով ստեղ մեզ աղջիկները կօգնեն։ Բարև ձեզ։ Մենք կընտրենք։ Ինչից ենք սկսում, Կարեն։ Լավ մարդ Կարեն։ Սիրում եք չէ այդ երգը։ Որ երգը։ Լավ մարդ Կարենը։ Նայած որ Կարենը, բայց երգը վատը չէ։ Լավ, սկսենք։ Աղջիկները որ խնդրեմ իսկ օգնեք։ Ուրեմն գունավոր պղպեղ, բրոկոլի, գազար, ցուկինի, մեկի ավոկադո։ Ցուկինի ունենք, դուք մի կարող եք առաջարկել ցուկինի փոխարեն։ Փոխարինենք։ Նույն բանն է։ Դե թե նույն բանն է տվեք։ Այլ անունով ուղակի։ Մեկ այդ 3 գույնից էլ տվեք։ Շատ հեշտ եք։ Սեր, վարկանական։ Այս խանութը միշտ տենց է։ Անտիր։ Վարկանական։ Հեսա վերջում փող չենք տալու դուրս գանք։ Հաստատ։ Չէ, մեկը այս կյանքում չկա անվճար ոչ մի բան։ Համաձայն եմ։ Համաձայն եք։ Այո։ Ամեն ինչ փողի մեջ չէ, Այլ շատ փողի մեջ է։ է։ Երջանկությունը փողի մեջ չէ, շատ փողի մեջ է։ Շատ փողի մեջ չէ։ Ցանկացած գումար, ցանկացած խնդիր եթե չի լուծում, գումարը լուծում է շատ գումարը։ Լավ։ Համաձայն եք։ Համաձայն եմ։ Սպասենք ձեզ դրամարկղի մոտ մինչ աղջիկները կօգնեն ձեզ։ Շնորհակալություն։ Իսկ մշտապես այսպես է լինում, դուք չեք ընտրում, խնդրում եք որպեսզի ձեզ օգնեն, նրանք ընտրեն։ Չէ, դե նայած տեղ կա, ինձ մունա դեմքով են կանգնած, որ չես էլ ուզում ասես, այս ինչա, ոնց է։ Իսկ ստե բարեհամբույր դες ամեն ինչ տանում դեպի զերծ, չես հասկանում։ Չէ, բացարձակ չի հասկանում։ Так, բրոկոլի, ավոկադո։ Լավ, Կարեն, կողմնորոշվեք, մենք ձեզ սպասում ենք դրամարկղի մոտ։ Լավ։ Ես ուզում եմ ասել շնորհակալություն աղջիկներին, ովքեր օգնեցին, որպեսզի այս ամենը շատ արագ տեղի ունենա, եւ մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է
Ես առաջարկում եմ մենք վճարենք ձեր փոխարեն 3860 դրամը։ Չէ, եկեք դուք ես իմ ասવા վարկը մոծեք 44550 մոտ։ Ես էսի կվճարեմ։ Ինչ վարկի մասին է խոսքը։ Փող եմ վերցրել բանկից, ոնց որ բոլորը։ Պետք է ուզում էի մի քիչ փող ուզում վերցնել, այդ շատ փող ուզում եմ վերցնել, գնացի վերցրել եմ։ Լավ, Ոնց որ բոլորը։ դե վճարեք, բայց մենք միանշանակ չենք վճարելու ձեր վարկերը։ Միանշանակ ես չէի ուզում որ դուք վճարեք, այո։ Շնորհակալ։ Մեր հաջորդ հանդիպումը լինելու է խոհանոցում, հասկանանք ինչպես եք արարում ոչ ուղիղ եթերում։ Կարեն համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաև նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Մառանիկ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Այո։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք շատ։ Կարեն սուրճի սիրահար եք։ Մեծ։ Ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաև համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1 քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee-Joy թխվածքա բլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք շատ, վերջապես մի ամիս կոֆե չենք առնել, էլի։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Կրկին սիրով նվիրում ենք։ Слобода, Живая еда. любит даже лобода։ Խոհանոցի հատվածում ենք, մեզ միացավ ձեր կինը, Քնարը։ Ողջույն Քնար, շնորհակալություն, որ համաձայնեցիք օգնել Կարենին։ Կարեն, դուք չկաք խոհանոցում, ինչպես հասկանում եմ։ Բացի համեղ սնվելու ակնկալիքից։ Ես այդ ոնց որ Քնարին հիմա ասենք Բարի լույս վարեմ։ բարի լույս վարի կամ Այդքան լավ եք։ Հասկացա։ իրականում չէ։ Եթե ես մի բան անեմ խոհանոցում, այսինքն ամբողջությամբ որ իմ վրա թողնենք, հետո կզանգենք կպատվիրենք։ Բարի։ Խնդրում եմ ներկայացրեք, թե ինչ ենք պատրաստելու եւ ով է ինչը պատրաստելու հատկապես։ Так, ունենք ուրեմն սաղմոն, ձուկիկը, Եվ վերջ մնացածի անունը չգիտեմ։ Ստեղ կրիվետկաներ են արդեն, որոնք մի փոքր Որը ընդհանրապես կապ չի ունենալու վստահ եմ սաղմոնի հետ։ Այո, նա այն կապ է ունենալու աղցանի հետ, Կեսար որը կեսար աղցանի, այո, դուք բավականին լավ տեղյակ եք։ Ռուկոլայով աղցան ենք ունենալու, այստեղ ունենք գունավոր պղպեղներ, որոնք որ գնեցինք խանութից, գազարը, բրոկոլի, թունաձուկն է, թունաձուկը օգտագործվել է ռուկոլայով աղցանի մեջ, այսպես ծովամթերք է հիմնականը։ Շատ լավ է։ Սկսենք գործել։ Քնար, ես վստահ եմ, որ Կարենը չգիտի ինչից պետք է սկսել, այնպես որ խնդրում եմ տվեք նրան հանձնարարություն։ Երևի կաբաչկան կտրատի։ Դդմիկը սկսեք կտրատել, դուք Դդմիկը։ Կարեն։ Իսկ Կարենի ինչ տապելից ձևով։ հետո ես էլ եմ ռուսերեն սկսել խոսել։ Սենս կլորիկ, լավ է։ Կլորիկ։ Քնար, ինչպիսին է ձեր վերաբերմունքը այն փաստին, երբ առավոտյան արթնանում եք, միացնում եք հեռուստացույցը եւ Կարենը համայն հայությանը ողջունում է կենտրոնի ուղիղ եթերից։ Ես երբևիցե հեռուստացույց չեմ միացնում։ Իսկ գիտեք, որ Կարենը հաղորդավար է։ Գիտեմ, ես նույնիսկ դες կարող եմ ասել, մի անգամ մայլայի դասընկերների մամաների հետ կանգնած էի, ասեց մամաներից մեկը քնար քո ամուսինը հաղորդավար է, ասեցի հա ATV-ում, մեկը մայլայի դասընկերու մաման ասեց, բայց Կարենը ATV-ում չի, Արմնյուզում է։
Ահա։ Ու բարձրացած որ փաստորեն այդքան ինֆորմացիա չի Կարենից։ Ինչպես եք ծանոթացել, կպատմեք այդ պատմությունը։ Դուք եթերում եք, քնարը այդ ժամանակ գոնե նայում էր հեռուստացույց, հետո հասկացավ, որ նրան սիրահարվել է մի տղա։ Ավելի շուտ գնացեք։ Ավելի հեռու Որ գնաց։ TV-ի հետ կապ չունի ընդհանրապես։ Դա այն ժամանակ էր, երբ սովորում էիք երևի թե։ Չէ, մենք մանկությունից ենք իրար ճանաչում։ Բանակից հետո։ Մենք երեխա ենք եղել, իրենց բարեկամները մերոնց շենքից են ու երբ որ ինքը փոքր ա եղել, տենց եկե գնացել ա հոլ, տպիկ, տենց բաներ ենք խաղացել, չնայած չէինք, տենց բաներ չէ։ Այդ ժամանակն ա լավ, որ մարդիկ տենց բաներ են խաղում երեխեքը։ Ու հետո երբ բանակից հետո ես եկա իր հոր քուրի տղայի հարսանիքներ, ես հրավիրված էի ու այդտեղ Ապոլոնի պես տենց են որ այդ ես եմ զանգեր հայացքներ բան sense ինքն էլ տենց են որ что это Հանգստացի տղա ջան։ հա հələ մի հատ ու ես սկսեցի փնտրել ճանապարհներ տարբեր Սևշենքում էր պետական համալսարանում էր սովորում քնարան աստվածաբանության ֆակուլտետում ու տենց իբր իմ ծանոթ ընկերների համար ինձ պետք է ինչ-որ գրքեր ա պետք ինչ-որ ծրագիր ա պետք ուզում են ընդունվել դե կարաս օգնես մեծ համարը կտաս բան sense դե ինքը հասկանում էր ինչի մասին է խոսքը գնում համաստեղությամբ կարիճ է չէր կարող չհասկանալ ու տենց կամած գնաց արդեն դեպի նրան որ ի վերջո լավ արի մարդավարի մի քիչ շփվենք էլի հասկանանք okay չի կարող ենք իրար հետ ընդհանրապես ճանապարհ գնալ թե ոչ ու այդպես սկսվեց Շատ հետաքրքիր եւ ռոմանտիկ պատմություն է իրականում, հատկապես այն փաստը, երբ դեռ գրքերի մասին մարդիկ խոսում էին միմյանց հետ եւ փոխանակվում էին տետրերով, գրքերով։ Ահա, կարտեզ, բայց չնայած հիմա էլ կա ինչ։ Ճիշտ է, միգուցե քչացել է, բայց չնայած որ էս արհեստական բանականության, էս սմարթֆոնների դարում ենք, բայց փարկաստում կա։ Ու հենց իր գլխավորությամբ նաև դա պահանջված է մեր տանը։ Շատ հաճելի է։ Մեծամասնությամբ դուք աշխատում եք ուղիղ եթերում։ Ամենազվարճալի դեպքը, որ տեղի է ունեցել ձեզ այդ ուղիղ եթերում եւ ամենատհաճ դեպքը, երբ ասում եք երբ է եթերը ավարտվելու, կպատմեք այդ երկուսն էլ։ Ես մի հատ տեսանյութ ունեմ, որը Դուք հեռացաք մեզնից։ Ընդմիշտ ես մի տեսանյութ ունեմ, որը որ ճնջված է ամբողջությամբ համացանցից, ոչ մի տեղ չկա, ոչ մի տեղ, ես ձեզ ցույց կտամ, բայց ցավոք սրտի չեն կարող հեռուստադիտողին ցույց տալ։ Դա ամենատենց վտանգավոր բաներից մեկն է եղել, որտեղ ես մեղավոր չեմ եղել իրականում, բայց շատ տեխնիկական խնդրի պատճառով ես գիտեի թե ես եթերում չեմ, բայց իրականում եթերում եմ եղել ու հանրապետության, այսպես ասած, մասշտաբով բոլոր շատ տեղերում միացված է եղել երեկոյան գլխավոր թողարկումն է եղել լրատվական ու այդտեղ ես մի կիքս եմ արել, իմանալով թե եթերում չենք, բայց եթերում եմ եղել ու դա ջնջվել է բոլոր տեղերից չկա։ Այդ ամենամեծ տենց որ շատ լուրջ պրոմոխ էր իմ համար։ Մեկ էլ պիտի ամենածիծաղելին, հա։ Այո։ Ամենածիծաղելին։ Հատկապես այն ժամանակ, երբ ձեզ զանգահարում էին ուղիղ եթերում, ես կարծում եմ այդ տարիներին շատ այդ ժամանակ ավելի շատ կլիներ։ Տարիներում մի հեռուստադիտող ունեինք, որի ձայնի վրա սիրահարվել էր մեր հեռուստադիտողների տղամարդկանց մեծամասնությունը ու բոլորը երազում էին անկեղծ տեսնել նրան, որովհետև գրում էին հաղորդագրություններ, ես խնդրում ենք այդ աղջկա դեմքն ենք մենք ուզում տեսնենք, մենք բոլորը սիրարվել ենք իր ձայնի վրա, խնդրում եմ, բան sense համարներն էին ուղարկում գալիս էին դար 21 ընդունարանում թողնում էին իրենց հեռախոս համարները, ասում էին խնդրում ենք փոխանցեք ով է կամ ասեք իր համարը, իհարկե դա գաղտնիք էր մենք չէինք տալիս ու մի օր ես երեկոյան այդպես ու ժամի մտնում եմ խանութ ու կանգնած եմ, ինչ բան եմ ընտրում ու մեջքիս հետս լսում եմ այդ ձայնը։ Ու ես sense եմ որ ոնց ինքն է, որ լուրջ, sense։ Ու տենց ֆրալուց հետո որպես ինձ բուլինգի չենթարկեն, տենց շատ չմանրամասն եմ, հա։ Այն չէր ինչ որ բոլորը պատկերացնում։ Հասկացա։ Անդրադառնանք քնարոյի հատվածում տեղի ունեցող գործողություններին։ Կարես լսնես սրա։ Դուք մանրացրեցիք բանջարեղենը, կարծում եմ դա պետք է ջեռոցում մշակման ենթարկել, չէ՞։ Այո, դնել ենք ջեռոցում։ Իսկ Կարենի կտրատած այս հրաշալի դդմիկը ինչ ենք անում։ Մեծ իրոք հրաշալի, այստեղ ենք լցնել։ Բայց ես առանց որևէ հեգնանքի ասացի Ես հրաշալի։ զարմացա ուղղակի։ Լցնել։ Այստեղ։ Կարեն, ինձ թվում է դուք իրականում տիրապետում եք խոհանոցին, ուղղակի ժամանակ եւ ցանկություն չունեք, չգիտեմ, չեմ կարողանում խոհանոցում գործել եւ ազատվում եք մի շարք հոգսերից։ Չէ, նայ, ես ժամանակին բուրգերներ էի մեծ հաճույքով պատրաստում ու երեխեքն են նույնիսկ սիրում բուրգերները, իմ պատրաստած
Միսը բան ամեն ինչ ամբողջությամբ ես եմ անում։ Ուղղակի իմ պատրաստելուց հետո սարսափ ֆիլմ է տիրում խոհանոցում։ Դա մենք որոշեցինք։ Գնում ենք ԶԱԳՍ իրա։ Ի վերջո գոնե որ նորմալ բան ուտեք, որ հետո փորացավով դուրս չգաք մեր տանից, ասեք, ես ինչ հում, ես ինչ անհասկանալի վառած բաներ տվեցին, գուրուն շեֆ խորարարներ նայ։ Ընկերներ, ինչպես հասկանում եմ, մենք այս պահի դրությամբ նոր գործողություն չենք ունենալու բացի բանջարեղենի կտրատումից, այդ իսկ պատճառով պետք է խնդրեմ դադարեցնենք նկարահանումը, վերադառնանք նոր գործողություն լուսաբանելիս։ Համաձայն եք։ Լավ։ Վերջ բրծավ, այսքաններ, էլ ոչ մի բան չես անելու, ինչև հաղորդման վերջ։ Ինչի՞ չի անելու, կարելի էսի տապակի։ Ոյ, աշխարհի ամենապատասխանատու բանը կա դրանից էլի։ Սրանի։ Հա։ Որովհետև այդ երևի թե չենք օգտագործի։ Դե մենք ստեղ ենք ամեն դեպքում։ Լավ։ Կարող ենք հավատում ենք քեզ։ Մենք հավատում ենք քեզ։ Ցույց տամ այդ որ ասում եմ։ Բնականաբար, անջատեք ամեն ինչ։ Սու շեֆը շարունակում է արարել խոհանոցում, շեֆը հետևում է թե ինչպես է այդ ամենը կատարվում։ Ժամանակն է, որպեսզի ձուկը համեմենք, ճիշտ է։ Հիմա այստեղ սոխի վրա լցնելու ենք սև պղպեղ, կարմիր պղպեղ, սպիտակ չոր գինի եւ սերուցք։ Այդ ամենը թանձրուկի համար է կարեն։ Այդ ամենը թանձրուկի համար է քնարիք։ Այո։ Շատ բարի, դե խնդրեմ, սկսեք համեմել։ Իսկ միգուցե ձուկը արդեն այրվում է։ Միգուցե ձուկը այրվում է։ Ինչ եք կարծում։ Գուցե այրվում է։ Կարեն դուք նաև հարսանիքներ եք վարում։ Այո։ Եվ շատ տարբերվող են դրանք, որովհետև ես հնարավորություն եմ ունել ձեզ հետ աշխատելու ինչ-որ շրջան։ Բայց ամեն դեպքում միգուցե վարելու ոճը տարբերվում է, բայց մարդիկ հիմնականում նույնն են։ Մենք վառեցինք ձուկի կողմից, չէ՞։ Չէ, ուղղակի մահացավ։ Ներողություն Վահան։ Այո, Կարեն, լսում եք ինձ Կարեն։ Այո, ես այստեղ եմ։ Մարդիկ ամեն դեպքում նույնն են, հիմնականում ալկոհոլի ազդեցության տակ մի փոքր փոխվում է նրանց վերաբերմունքը, հատկապես մեդիա դեմքերի հանդեպ։ Եղել են դեպքեր, երբ ցանկացել եք ամեն բան թողնել, ասել շնորհակալություն ընկերներ, ձեզ մաղթում եմ բարի բախտ եւ երջանկություն, բայց ես գնացի։ Շարունակեք ձեր երեկոն առանց ինձ։ Այո, եղել են նման բաներ, որովհետև երբ որ ես գալիս եմ տուն, այդ առիթներից հետո, այսպես ասես դեմքով ասում եմ, լավ ոնց կարելի է տենց լինել։ Ու քնարն ասում հանգստացի, գնակնի, արվոտ ամեն ինչ կմոռանաս, ամեն ինչ շատ լավ կլինի, բայց ասում չէ, բայց լսի, դու պատկերացնում ես իրանք եկան, ոնց ես պատմում սիտուացիաները, այո, ցավոք սրտի նամանոց երբ որ մի առիթին հավաքվում են 50 եւ ավել մարդիկ, դա արդեն նշանակում է, որ 50 եւ ավել բնավորություններ, 50 եւ ավել տեսակ մարդու ու ամեն մեկը խմիչքի ազդեցության տակ տարբեր ֆոկուսներ է անում։ Աչպարարներ են դա։ Այո, կան մարդիկ, ովքեր որ քնսոխը վառեցի ոնց որ, հա, հիմա ես ինչ Դու անեմ։ համեմունք պետք է լցնեի։ Մի ներողություն եմ խնդրում։ Խնդրեմ, համեմեք սոխը, դա շատ կարևոր գործ է։ Պղպեղ։ Կարմիր պղպեղը լցրեք, որպեսզի չերևա, որ վառվել է այն։ Լավ է։ Լավ է։ Մի քիչ սև։ Սև պղպեղ։ Մարանիկ ընկերության կողմից տրամադրված ամենալավ համեմունքները խնդրում եմ ավելացրեք։ Ասեք որ բույրը լավն է։ Համեմունքները կարող են լինել Մարանիկ ընկերության կողմից։ շատ լավ Այստեղ է։ մենք կլցնենք սպիտակ չոր գինու, մի փոքր քանի չի վարվել մեր սուխը։ Հա, լսում։ Կարեն ձեր ամենաչսիրելի պահը, երբ առաջանում է հարսանիքների կամ ընդհանրապես միջոցառումների ժամանակ որն է։ Խառնի։ Սիրելի պահը, որ առաջանում է, չեմ սիրում, երբ որ ժամերով որոշում են, որ հասկանում եմ դա շատ հին ավանդույթ է, այդ նվերների հանձնման արարողությունն է, այդ պահն է, որ տենց անում են, նաև սերուցք պիտի դցնենք, կես բաժակ։ Հետո ինչ ենք անելու, այս ամենը պետք է տեղափոխենք այս ամբողջը։ միմյանց հետ խառնելու եւ եփելու։ Չէ, այս քամելու ենք, այս եփվածի վրա արդեն ուղակի լցնենք ու Այսինքն քամելու ենք մեզ միայն Սոխը մնա։ հյութի հատվածն է Ոնց անհրաժեշտ։ քամենք, որ մենակ սոխը մնա։ Չէ, հյութը։ Բայց Հյութը, այսինքն սոխը առանձնացնելու ենք թանձրուկից, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Երբեք այդպիսի բան չէի փորձել, իսկ դուք Կարեն։ Այսօր միասին կփորձենք, Վահան։ Բարի։ Եվ արդեն բանջարեղենը գտնում է ջեռոցում, չէ՞։ Այո, արդեն այդտեղ են։ Տեսներին համեմեցինք իհարկե կրկինաղով պղպեղով։ Նորմալ է քնել։ Նորմալ է, նորմալ։
Անցնենք մեր զրույցին։ Այո։ Այդ նվերների պարը շատ չեմ սիրում, երբ որ ավելի երկարացնում են, հորքուրն Ամերիկայից $500 բերել, քերին ցեփա նվիրել։ Իսկ սիրում եք, երբ հորքուրի աղջիկը կամ մորքուրի Արտասանում է, աղջիկը կամ պետք է երգում գա է։ անակնկալ անի եւ դա այնքան էլ անակնկալ չէ։ Որ պիտի երկի կամ երկի արտասանի։ բարի, չգիտեմ, ինչ որ բաներ պետք է տեղի ունենան։ Կամած դա էլ է վերանում, իրականում դա էլ չեն անում, որովհետև ի սկզբանե արդեն զույգերը որոշում են ու իրենց բարեկամության մեջ, այսպես ասած, ծնողներով կարգավորում են դա, որ հանկարծ նման բաներ չլինի, չեն սիրում մարդիկ ի վերջո, իրենց հարսանիքները իրենք չեն պատկերացնում դա, ու խնդրում են, որ հոպարի տղեն դհոլ չնվագի, այն մյուսը չարտասանի, պապին էլ 5 բաժակից հետո չգա ու չհիշի սովետը, լավ օրերը ու Այդպես շարունակ։ այո։ Մենք ձկան հետ կապված գործողությունները վերջացրինք։ Հա, հիմա այս ջերոցինը որ էփվի, սա կդնենք վրան, նորից կդնենք ջերոց։ Շատ բարի։ Դե դադարեցնենք, վերադառնանք նոր գործողության ժամանակ։ Կարելի է։ Կարելի է։ Իհարկե։ Շնորհակալություն։ Ինչա պատահել Կարեն, ինչի ես տենց հիացած նայում սոխարածին։ Դու ես պատրաստել տենց։ Արածել մի բան, չի լինի, նա սոխեցել է։ Էն էլ էլ չկարեցել, սկեսը վառեցիր։ Դե լավա դու Բայց չես ասացի։ վառել։ Չեմ վառել։ Չէ, որ բիբարը լցնում ես, արդեն գույնը նենց է լինում, որ չի երևում վառել ես, չես վառել։ Օ, դες։ Լայֆ հակ։ Շարունակում ենք աշխատել Կարեն Խոհանոցում։ Ինչ փուլի ենք հասել։ Դե բանջարեղենը, տապակած եւ ձուկիկը նույն ինքը սաղմոնը գրեթե պատրաստ են։ Մի 5-10 րոպեով հիմա կդնենք ջեռոց ու այդ ընթացքում կպատրաստենք ռուկոլայով արդեն մասնատած թունաձկով, պամիդորի ճիր, մալականի թթու, եւ ցետ։ Ամեն բան ճիշտ է քնար։ Այո։ Շատ կարևոր է դա։ Ստացանք շեֆի թույլտվությունը, խնդրեմ, սկսեք արարել Կարեն։ Սա դնենք ջեռոց։ Քանի աստիճանի վրա ջեռոցը մոտավորապես 190 170։ Ահա։ Ինչքան այս Քիչ։ մալականի թունսում դրողությունում խնդրում եմ։ Քիչ։ Մի քիչ էլ։ Հա։ Լավ է։ Նենց արա որ գազարել է լինի։ Լավ։ Լավ է։ Կարեն, ասացեք, որ շատ գեղեցիկ է, երբ աշխատում են ժամացույցները։ Շատ գեղեցիկ է։ 2:20 րոպե։ Այո, Ես մի քանի րոպե 20-20 րոպե։ ճիշտ է աշխատում։ ժամացույց չենք ունեցել, նայելու ձևը չգիտեմ։ Հետ ենք սովորել, չգիտենք ոնց է ժամանակ։ Դեռ աշխատում է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ ձեր գնալուց հետո, ձեր այցելությունից հետո մեր ժամացույցը կաշխատի շատ ճիշտ։ Հուսանք հենց մի բան անկեղծ սրտով ենք արել այն ամենը, ինչ արել ենք, վստահ եմ դա ուղակի հոդս չի ցնդելու եւ իջիկ չի դառնալու, ուրեմն հաստատ այ թող այդ դրանից չլինի, այո։ Շատ բարի։ Կարեն, ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում ԿՏՄ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում եւ մեզ շատ հարազատ կենտրոն հեռուստաընկերությամբ։ Թույն։ Ինչ ենք անում, ինչ գործողություններ Այս ունենք։ ընթացքում աղցանն էլ երևի պատրաստվեց, քնարում Լցնենք մանրացրեց աղը, սև բիբարը ու վերջ։ լոլիկ ճիրը, ռուկոլան, ձուկը մասնատված էր, ես էլ ավելի մասնատեցի, հիմա մնաց ավելացնենք ձեթը, մեկ էլ, ահա, ավելացրել ենք մալականի թթուն։ Քանի որ մենք հետևում ենք միմյանց տարատեսակ Հարթակներում ես նկատում եմ, որ դուք շատ հետաքրքիր իրավիճակներ փորձում եք տեղայնացնել ձեր ընտանիքի վերաբերյալ եւ ինձ հետաքրքրում է քնարի ռեակցիան այդ ամենին։ Ինչպիսին է։ Ամեն անգամ քնարն ասում եմ, էլի ինչ Բայց որ թող բան։ քնարը պատասխանի։ Մի տվեք այն պատասխանը, որը ձեզ է։ Ստորիները էի նկատում Այո։ եք։ Սկզբում ծանր էի տանում, բայց մի կողմից ուրախ էի, որ գոնե աղջիկներին չի վերաբերում։ Մտածում էի, հետո վաղումս ոնց ենք ամուսնացնելու այդ աղջիկներին։ Դե չեմ կարծում, որ կլինեն ինչ որ մարդիկ, ովքեր կհիշեն, «Ոյ, ես այն մոլիտվինի աղջիկն եմ»։ Մարդիկ, որ շատ լուրջ են իրաց թորիներին վերաբերվում։ Հետո արդեն սովորական դարձավ։ Ծիծաղում եմ, եթե չեմ ծիծաղում, դա էլի մինչև ԶԱԳՍ-ի դուր հասնում ենք, որտեղ ոնց։ Ինչպես հասկանում եմ, հաճախ եք հասնում Սուսու, ԶԱԳՍ-ի տներ դուրը ենք կամ հիմնականում մոտ է լինում։ ձեզ գտնվում այդ կգակ Հիմնականում ծառայությունը տներ ենք կամ լինում։ ծանոթներ ունեք։ Չէ, ծիծաղում ենք, անցնում ենք առաջ։ Դե Կարենը Չէ, դե այնքան ի շատ վերջո արի է հասկանանք, որ մենք 12
տարի եւ ավել իրար հետ ենք ու եթե մենք ԶԱԳՍ-ի դուր հասնող լինենք վաղուց էինք հասեին կարծիքով Միանշանակ եւ 3 երեխա չէիք ունենա։ ապրեք ունենք 3 երեխա ու այսքան բանի միջով անցել ենք հաշտ ու համերաշխ չի ու ոչ մի ընտանիքում չկա ցավոք սրտի իդեալական վիճակը ու ցանկացած լավ բան ստեղծելու համար լավ ընտանիք ստեղծելու համար ու առասարակ այս կյանքում լավ բանի համար պետք է պայքարել, պետք է զիջել, պետք է լռել, պետք է երբեմն, չգիտեմ, հարցակվել, դա էլ է ու այդ ամենը բայց կարևորը սիրով, որովհետև օրվա վերջ մենք ի վերջո ամենքս էլ հասնում, միգուցե մեկը շատ է զիջում, մեկը ավել լռում է, չի բարիշում, կա այդ ամեն ինչը, բայց փառք Աստծուն մենք այսօր իմ կարծիքով լավ ընտանիք ենք։ Առաջինը ինչպես եկավ այդ միտքը դա ընտանիքի վրա տեղայնացնելու։ Չեմ հիշում, ինչ որ Նարեկի վիդեոներից էր էլի տեղադրեցի ու ինչ շատ էին իդեպ ասում թե իմ ընկերներ, գործընկերները, որ ես ինձ պատմում օրինակ Նարեկ այսօր սենց արեց, Նարեկը նենց արեց, բան։ Այրանք ասցին, դա լավ կոնտենտ է, ինչու՞ տես կարող ես փոքր խորնել, ես ասում եմ, չէ, ես բլոգեր չեմ, ես տես բաներ չեմ։ 1-2 այդ ստորիներ անելուց հետո, երբ որ տարբեր վիդեոներ ինչ որ աչքովս ընկան, ես հասկացա, որ կարամ հետաքրքիր մեկնաբանեմ, ու նամանավանդ հետո նկատեցի, որ իմ ընկերներից շատերը եւ արձագանքում են ասում էին ոնց որ մեր տնից պատմես, ծիծաղում էին ու իմ ընկերները ասում էին վերջներ ոնց է մտքով տանցնում է տամիջը, ոնց ես կարող ես համեմատես, ու այդպես է շարքը գնաց։ Մենք նոր գործողություն չունենք, չէ՞։ Ամեն բան մոտենում է իր տրամաբանական ավարտին կարծես թե։ Մնում է Ցեզար աղցանը։ Դե ուրեմն առաջարկում եմ այս ամենը վայելենք արդեն, ոչ թե տեսնենք թե ինչպես է պատրաստվում, սեղանի շուրջ կհանդիպենք եւ կկիսվենք մեր տպավորություններով։ Այո։ Չնայած սեղանին նայելով, ասեմ որ կարող եք էլ ոչ մի բան չպատրաստել, նստենք այս ամեն ինչը վայելենք, գնայինք։ Մենք Ես հիմա նստում ենք, հույս ես ունենք, ամեն ինչն է վայելում, ես առաջարկում եմ ես ընթացքում։ Դե մեկը կծուչի լինելու այդ հալապենյոն, հանգիստ կեր։ Ես գտալներով եմ ուտում։ Գտալներով։ Միևնույն է կծուչ է։ Բայց թթու էր, ոնց որ թե քո ռեակցիայի։ Թթու կծություն ինչ որ կա, բայց այն կծուն չի, որ ասեմ, ես ինչ էր։ Հասկացա։ Նույնիսկ ես մտնում խանութներ, ասում եմ մի հատ կծու լավ Էլի թող քամի քնարը։ Օգնեմ թե կարաս անես։ Չէ, կար ջան։ Օգնի։ Օգնեմ, դուր։ Լավ, դուր։ Կար գնա, հեռաց։ Ես գիտեմ, որ ասել եմ, չեմ Դե որովհետև քո անելուց հետո մենք ես պետք է օգնեինք որ քամեիր։ Հետո պիտի մի 30 րոպե ստոպ տանք, որ ամեն ինչը մաքրենք։ Սեղանի շուրջ ենք արդեն, Կարեն մեզ միացել է։ Կրծեր սերունդը, ձեր դուստրը, խնդրում եմ ներկայացրեք նրան։ Ուզում եմ նշեմ նախ մեր թակավորիկը բացակայում է, ինքը մանկապարտեզում է, Նարեկը, Մարտանը, միջնեկս, Իսկ ավագը, ավագս Մայելլան է։ Իսկ անունների ընտրությունը ում է պատկանում։ Իմ ծնողները ամբողջ ազատություն են տվել, իմ եւ քնարի ծնողները ամբողջությամբ ազատություն են տվել անունների ընտրության մեջ, ասել են որ չկան անբան, որ մեր անունները պիտի կրեն երեխեքը, Մայելլան քնարոյի ցանկությամբ է։ Իտալիայում կա եկեղեցի Մայելլա անունով, Մայելլա անունը հիշատակվում է կտակարանում ու մենք ունենք մի ծանոթ, ով ապրում է Իսրայելում, իր անունն է Մայելլա, այդ տեղից ավելի շուտ սկսվել ոնց որ սեր այդ անվան հանդեպ։ Այդպես Մարտան ես եմ որոշել, որ Մարտա պիտի լինի, ես ուզում մտածում եի Մարտա, Վիկա, Վերոնիկա, իմ սիրելի անուններից են ու իհարկե որոշեցինք Մարտա։ Բարի։ Եվ մեր արժև դրված է այն ամենը, ինչը եկեք հանուն արդարության ասենք որ պատրաստեց քնարը։ Միանշանակ, ինչ հանուն արդարության։ Դա այդպես է։ Ու շատ գեղեցիկ է մատուցված անհատական չափաբաժիններով, ընտիր քամված սոուսով, թանձրուկով նույն ինքը։ Հիմա ժամանակն է որպեսզի Կարեն դուք անվանակոչեք այն ամենը, ինչը պատրաստվել է, եւ սկսենք երևի թե հիմնական ուտեստից։ Ինչպես ենք անվանում այս ձուկը բանջարեղենով ուղեկցված։ Եթե չունի անուն, կարող ենք ասել, չգիտեմ, ձուկիկ բայ քնարո, ձուկիկ բայ քնարո, իսկ աղցանը կեսար, ինչպես անվանենք նրան։ Կեսար աղցան without have։ Եվ թունայով աղցանը Թունայով աղցանը ռուկոլայով է։ Հա, ռուկոլա, մենք մի տեղ կար, որ փորձեցինք այս աղցանը, անկեղծ պիտի լինեմ։ Գողացել ենք ռեცեպտը։ Հա։ Գեղարքոնիկի մարզում է գտնում տվյալ վայրը, որպեսզի գովաչչենչի չենք նշի անունը, բայց հենց այնտեղ ենք փորձել ու այդ օրվանից ոչ միայն մեր մոտ ու շատ տեղերում այս աղցանը տեղ է գտել խոհանոցում, playlist-ում։ Playlist-ում այո։ Playlist-ում, հա։ Ուտելու լիստում, հա։
Չգիտեմ, եթե անուն չունի, չորիկ, չերի թունա։ Եկեք թող լինի չորիկ։ 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 Այ ավելի շատ։ Շնորհակալություն, մեզ բարի Մենք ենք ախորժակ։ շնորհակալ։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք այս ամենը պատրաստել մեզ համար քնար, եւ շնորհակալություն, որ օգնեցիք Կարենին։ Իսկ հիմա անցնելու ենք համտեսելուն եւ անկեղծ կարծիք ենք ասելու, չնայած ես վստահ եմ, որ շատ ենք հավանելու։ Շնորհակալ ենք շատ։ Ձուկիկ բայ քնարով։ Լավ։ Տեսնենք։ Սոսն էլ կամած։ Ես ինչն եմ այստեղ սարքել։ Ինչու բան կար, որ ես արել։ Հələ։ Սոսի մի քանի բան։ Փողներ տվեկար։ Քնար, շատ լավ է ստացվել է։ Անուշ լինի։ Ծայրահեղ լավ է ստացվել հաճելի։ նույնիսկ։ Ընտիր։ Հավանեցիք երեխեք։ Լավն է, չէ՞։ Մարտասոսների հետ սեր չունի։ Դե, շատ շնորհակալություն, մեզ բարի ախորժակ։ Մենք ենք շնորհակալ։ Մնացածի մասին անկեղծ կարծիքս կասեմ արդեն ձեզ հաջողություն մաղթելիս։ Մենք ենք շնորհակալ շատ։ Էլի համեցեք։ Սիրով։ Կար բախտավոր ես էլի փաստորեն բազմատեսակ առումներով։ Միանշանակ։ Շատ համով ստացվել։ Հյութեղ համեղ նոր համային բացահայտումներով։ Դա ինչ ես անում, ինչու։ Վայելում եմ։ Ասա որ վայելելու է։ Շատ։ Լռելու եւ վայելելու։ Այո։ Կարող եմ մի հատ ցենտ ուտելու տոճկա բացենք։ Դու վարես, ես էփեմ։ Բիզնես անշմարվում էլ, հա, ոնց որ։ Ինչի ոչ կար։ Համ ու հոտ քնարի մոտ։ Լավն է, հա, գնալի մոտ։ Կարեն, ինչպես բացման խոսքում էի ասել, դուք իմ ամենասիրելի հաղորդավարներից մեկն եք եւ շատ լավ է, որ այդ ամենը պահպանվում է եւ ել ավելի աճում է։ Շնորհակալություն ձեզ հետաքրքիր ուտեստների համար քնար եւ հետաքրքիր օրվա համար Կարեն։ Շնորհակալ ենք մենք մեզ ընկալելու համար, որովհետեւ իրականում շատ սպասված էր, չէին սպասում, քաղցած չէին սպասում։ Բայց հոսանք հնարավորություն կունենանք նաև չէին սպասում մի շրջանակներում։ Վստահ եմ, ավելի շատ խոսելու, քան թե համտեսելու հնարավորություն կա։ Այո։ Լավ մնացեք, հաջողություն։ Շնորհակալություն, ցտեսություն։ Հիմա իրանք քո հյուրերն էին, թե իմ կար։ Լսի, չգիտեմ, բայց այն տորթերը ձեռ չեն տվել։ Ու դուք ես փող եմ տվել, դի կարանք հետ տանենք տան։ Քել հավաքի տանեմ հետ տամ։ Գնա։ Ասեմ, որ մենք ձեր հյուրերն էինք, կոնկրետ ինչ-որ մեկի հյուրը չէինք, մենք ձեր հյուրերն էինք, իսկ տորթերի հետ կապված մի անհանգստացի, հենց հիմա կարանք սպանենք այդ տորթերին, եթե ուզում ես։ Դե միացեք մեզ։ Ես իհարկե Գնացինք։ Ու թուք ես, թալանը ինչ այդքան փող ես տվել։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.